Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Բարձրակարգ և հատնտիր ձավարեղեն մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն Զարա։ Բարև ձեզ։ Մենք քաղցած ենք եւ որոշել ենք այսօր մեր քաղցը հագեցնել ձեր շնորհիվ։ Կարելի է։ Իհարկե, սիրով։ Ինչպես է տրամադրությունը։ Տրամադրությունը շատ լավ։ Մի քիչ պատասխանատու եմ մոտենում այն բանին, որ ձեզ այսօր կերակրելու եմ։ Այդքան լուրջ պետք չէ վերաբերվել, մենք ամեն կերպ կհագեցնենք մեր քաղցը, վստահ եմ դա ձեզ մոտ հրաշալի է ստացվելու։ Հասցրել եք լիարժեք արթնանալ, թե ոչ։ Այո, հասցրել եմ լիարժեք արթնանալ։ Դե, պատմեք, թե ինչ գործունեություն եք ծավալում, Զարա։ Ես առաջին մասնագիտությամբ, առաջին եւ միակ, ինչ առաջին երկրորդ անենք, առաջին եւ միակ մասնագիտությամբ լրագրող եմ։ Իմ լրագրողական հմտությունները եւ առհասարակ մասնագիտական այդ ռեալիզացիան փորձում եմ անել Instagram-յան հարթակում, որը իմ հարթակն է եւ ինձ տալիս է հնարավորինս անկախություն, իսկ դա շատ կարեւոր է։ Instagram-ի մասին խոսեցիք, ես ուսումնասիրում էի ձեր Instagram-յան էջը եւ տեսա, որ բիոյի հատվածում գրված է. խոսում եմ այն ամենի մասին, ինչի մասին առհասարակ չեն խոսում։ Ո՞րն է դա։ Հա, ինչի մասին հաճախ լռում են, դա շատ կարևոր է։ Այս արտահայտությունը ես դեռ տարիներ առաջ տեսել էի ու իմ մեջ տպավորվել էր ու անպայման որոշեցի հենց այդ հատվածում դա գրել։ Այդ թեմաները հիմնականում սոցիալական թեմաներն են, որոնք ես բարձրաձայնում եմ, բայց լավ, այդ մի քիչ ուռճացված է, ուղղակի սիրուն է հնչում, դրել եմ, շատ մեծ պատասխանատվությունը չվերցնեմ ինձ վրա, բայց հիմնականում փորձում եմ բարձրաձայնել այն թեմաները, որոնք տարիներով կամ անտեսվել են, կամ բավականաչափ շատ չեն արծարծվել սոցիալական հարթակներում կամ առհասարակ մեդիայում, մեր իրականության մեջ դե առհասարակ մարդու իրավունքների հետ կապված ասենց շատ հարցեր կան, որոնց մասին պետք է եւ իրազեկել եւ դրանք բարձրաձայնել։ Կնշեք 3 թոփ թեմաները, որոնք ձեզ համար միշտ քննարկելի են։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը, սա շատ կարևոր է, որովհետև մեդիա դաշտում երբեմն ոչ կանխամտածված, հա, խախտվում են երեխաների իրավունքները։ Առհասարակ նաև չափահասների իրավունքները անկախ սեռից, ուղղակի ես ավելի շատ խոսում եմ կանանց իրավունքների մասին, որովհետև ըստ վիճակագրության ավելի շատ խախտվում են կանանց իրավունքները, բայց այնպես չի, եթե որևէ տղամարդու իրավունք խախտվի եւ ես այդտեղ տեսնեմ ինչ-որ անարդարություն, ես դրա մասին կլռեմ, իհարկե ոչ։ Եվ երրորդ շատ կարևոր թեման, որ շատ հաճախ մարդիկ ուղղակի չգիտեն իրենց իրավունքների մասին եւ պետք է ասել եւ հասանելի լեզվով ասել, հա, որովհետեւ ինձանից շատ ավելի պրոֆեսիոնալ մարդիկ խոսում են դրա մասին, բայց երբեմն պետք է ձևակերպումներ այնպես անել, որ ավելի հասկանալի լինի։ Օրինակ ես միշտ մտածում, ասում լավ, եթե ես սա այս ձևակերպմամբ հասկանում եմ, վստահ եմ շատ-շատերը կհասկանան։ Երևի 3 թեմաներն են։ Խոսեցիք կանանց իրավունքների մասին եւ ես նկատեցի ձեր վզնոցը, որը խորհրդանշում է իգական սեռը։ Ինչով է դա պայմանավորված։ Սա շատ հաճելի նվեր է եղել մի մարդուց եւ ես այն հաճույքով կրում եմ։ Զարա, ֆեմինիստ եք։ Իհարկե ֆեմինիստ եմ, բայց այդտեղ մի հատ շատ կարևոր ձևակերպում կա, ինչ որ ասեի, չէ, ֆեմինիստ չէ։ Բայց ինչու իհարկե դա եմ ուզում հասկանալ, որովհետև միշտ կանայք ունեն ոտնահարված իրավունքներ։ Տեսեք, ես ավելի շատ ունեմ էգալիտարիստական հայացքներ, այսինքն ես կողմից ներողություն նորից կասեք այդ բառը։ Էգալիտարիստական, ինչպես։
էգալիտարիստական հայացքներ։ Չեմ ասելու այդ բառը։ Այսինքն առհասարակ կողմ եմ հավասարությանը, բայց այնպես է ստացվում, որ երբ որ դու խոսում ես սոցիալական անարդարության մասին, բարձրաձայնում ես ինչ-որ թեմաներ, ավելի շատ, քանի որ վիճակագրական տեսանկյունից ավելի շատ խախտվում են կանանց իրավունքները, դու ավտոմատ ավելի շատ խոսում ես կանանց իրավունքների մասին եւ այդպես շատ ավտոմատ, շատ օրգանիկ դառնում ես ֆեմինիստ։ Լավ։ Հիմա կձևացնեմ, թե իբր ինձ համոզեցիք, բայց չեք համոզել, որովհետև ինձ թվում է մարդը անկախ իր սեռից ունի իրավունքի լիարժեք հնարավորություն, այսինքն անկախ տղամարդ թե կին լինելուց, բայց միշտ խոսվում է կանանց իրավունքների մասին։ Որտեվ ավելի շատ խախտվում են կանանց իրավունքները, եթե ավելի հաճախ խախտվեն տղամարդկանց իրավունքները, ավելի տեսանելի կլինի, ավելի շատ բարձրաձայնվող կլինի հենց այդ թեման, բայց քանի որ ավելի հաճախ մենք գործ ունենք կանանց խախտված իրավունքների հետ, ավելի շատ ոնց որ աչք զարնում է հենց դա, ավելի շատ դրա մասին են խոսում։ Իսկ միգուցե ուղղակի տղամարդկանց իրավունքների խախտման դեպքերի մասին չեն բարձրաձայնվում։ Տեսեք, գոյություն ունի բռնության հետ կապված ստատիստիկա։ Տղամարդկանց հետ կապված բռնությունը տղամարդկանց հանդեպ կա, բայց շատ քիչ է, անհամեմատելի ավելի քիչ, քան կանանց։ Օրինակ աշխարհում ամեն երրորդ կինը ենթարկվում է բռնության որևէ տեսակի։ Սա հստակ փաստ է, վիճակագրությունը այդպիսի։ Շատ հաճախ էլի հայրիշխանական համակարգի արդյունքում, որի դեմ պայքարում է ֆեմինիզմը։ Իսկ դուք Նաև ես հայրիշխանական համակարգի ֆոնին շատ հաճախ տղամարդիկ ամաչում են խոսել խախտվող իրավունքների մասին։ Վերջերս էլ մի դեպք եղավ, երբ ընտանեկան բռնության զոհ տղամարդը բարձրաձայնել էր դրա մասին եւ տեսնեք մեկնաբանություններում ինչ էր կատարվում։ Այսինքն, ճիշտ է, անհամեմատ ավելի քիչ են խախտվում տղամարդկանց իրավունքները, եթե այսպես վիճակագրությամբ ասենք, հա, բայց այնպես չի որ չեն խախտվում։ Բնականաբար այդպիսի դեպքեր կան ուղղակի, գուցե նաև շատ քիչ են ստատիստիկորեն, հա, որ նայում ենք շատ քիչ է, որովհետև նաև հայրիշխանական համակարգից քաշվելով տղամարդիկ որոշում են չբարձրաձայնել այդ մասին։ Ուղղակի սարսափելի էր կոմենտները, որ ոնց դու պետք է բռնություն գործադրիր, այսինքն դու ես ընտանեկան բռնության խնդրում եմ։ Դրա համար կարող է նաև շատ դեպքեր այսպես չեն բարձրաձայնում տղամարդիկ բարդույթավորվում են։ Հենց դրա մասին էի խոսում, բայց ոչ միայն ընտանիքում, այլ առհասարակ հասարակության մեջ տղամարդիկ վստահ են, որ նույնպես ենթարկվում են բռնության, թե հոգեկան, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Այո, բայց ավելի շատ տղամարդիկ այլ տղամարդկանց կողմից են ենթարկվում բռնության, բայց ես չէի ասում կանանց, դուք եք այդպես մտածում։ Խոսենք երեխաների իրավունքների խախտման մասին։ Ինչ ասել է երեխաների իրավունքների խախտում, որոնք են դրանք։ Հիմնական բանը, որ այս վերջում էլ այսպես շատ բարձրաձայնվեց, երեխային ինչ-որ իրավիճակներում տեսանկարահանել, լուսանկարել, որը կարող է ինչ-որ ձև վիրավորման երեխայի արժանապատվությունը կամ հետագայում կարող է դառնալ բուլինգի պատճառ, որ ծաղրեն այդ երեխային, այսինքն երեխային խոցելի իրավիճակում տեսանկարահանելը եւ դա տարածելը, դա ուղղակի անթույլատրելի է, բայց դա շատ հաճախ մենք տեսնում ենք։ Բան չունեմ ասելու, կան դեպքեր, երբ մարդիկ ուզում են ինչ-որ լավություն անել կամ օգնել այդ երեխային ու էլի նկարահանում են երեխային այնպես իրավիճակում, որի երեխայի արժանապատվությունը ակնհայտորեն վիրավորում է ու երբ որ մենք խոսում ենք սրա մասին, ասում են դա ավելի այդպես էմոցիոնալ կողմ պետք է ապահովել, հա, բայց ինչի հաշվին ապահովել այդ էմոցիոնալ կողմը, երեխային դնել ինչ-որ անհասկանալի իրավիճակում, որը հետո այդ երեխան կարող ինքը մեծանումով չի ուզում, որ իրեն նույնականացնեն այդ ամեն ինչի հետ։ Սա կարծում շատ թիրախային խնդիր է ու պետք է շատ խոսենք մենք այս մասին, որ ավելի մեդիա գրագետ լինեն մարդիկ, ովքեր զբաղվում են մեդիայով։ Մենք ունենք այս պահին քաղցած լինելու իրավունք։ Դուք ունեք քաղցած լինելու իրավունք եւ ես էլ ունեմ իմ վրա վերցնում այն պարտականությունը, որ ձեզ այսօր կկերակրեմ համով։ Իսկ ինչպես։ Այսօր մենք պատրաստելու ենք իմ սիրելի ուտեստներից մեկը։ Ես իհարկե անկեղծ եմ ասում, երկար մտածում եմ ինչ կարող եմ պատրաստել ու ավելի մտածում եմ ինչ որ հայկական խոհանոցից որևէ բան, բայց հետո հասկացա, որ շատ ժամանակատար եւ բարդ են հիմնականում մեր ուտեստները։ Դրա համար որոշեցի այսօր մենք կպատրաստենք պաստա, բայց ոչ թե ուղակի պաստա, այլ զուգահեռ կպատրաստենք այսպես ինչ որ սոուս,
հետաքրքիր, հավի կրծքամսով, գարեջրով, այո, եւ այդպիսի հետաքրքիր սոուսով կմատուցենք մեր պաստան, նաեւ կփորձեմ աղցանել հասցնել պատրաստել։ Հրաշալի է։ Գնումներ ունենք կատարելու։ Այո, ունենք, որովհետեւ ինձ պարզվեց, որ ալյուր է պետք, բայց ես տանը հիմա չունեմ ալյուր, կողենք իջնել եւ գնել։ Գնանք ուրեմն ալյուր գտնելու։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Գնացինք։ Հա, ֆեմինիստ ես, հա։ Հեսա մեքենայի դուռը բացել փակելու թեմա է լինելու։ Ինչ անեմ, չօգնեմ, չբացեմ։ Ախր ֆեմինիզմը դա չի, ֆեմինիզմը ավելին է, քան միայն մեքենայի դուռ բացելը, հաշիվ փակելը։ Եթե ես ֆեմինիստական հայացքներ ունեմ, դա չի նշանակում, որ ես հրաժարվում եմ օգնությունից, ես արժեզրկում տղամարդկանց իմ հանդեպ այդ հաճելի վերաբերմունքը, իհարկե ոչ, դրա մասին չի խոսքը։ Ֆեմինիզմը շատ ավելի խորն է, քան մեքենայի դուռ բացելը։ Իհարկե ինձ հաճելի է, երբ իմ համար դուռը բացում են, իմ համար հաշիվը փակում են, սենց ինչ-որ հարցեր։ Ինչու՞ ոչ, եթե մենք նախապես, չասեմ նախապես պայմանավորվել ենք, բայց այդ ամեն ինչ այնքան օրգանիկ պետք է լինի, այսինքն նախ հաշիվը փակում է հրավիրողը, հետո ֆեմինիզմը շատ ավելի Այսինքն եթե դու հիմա ինձ հրավիրես ինչ-որ միտեղ, դու պետք է հաշիվը փակես։ Սիրով, եւ ես ավելի փոքր կարծեք չեմ։ Մի ասա սիրով թե անսեր, ասա այո կամ ոչ։ Այո, իհարկե։ Ինչ էր կոչվում այդ ուղղությունը։ Բայց եթե դու ինձ առաջարկես, ասես, ես կարող եմ փակել հաշիվը, ես կասեմ, կմտածեմ, ինչու ոչ։ Լավ, հիմա կհասկանանք։ Գնացինք։ Զարա, գտնվում ենք ձեր բակում արդեն, եւ իրարամերժ եղանակ է, մի կողմից արև, մյուս կողմից ձյուն։ Որն է ձեր եղանակը։ Անպամած, ցուրտ, մի քիչ էլ անձրև բարբերաբար։ Ես շոկ չեմ սիրում, շոկը տանել չեմ կարողանում։ Նկարագրեցիք լիարժեք Լոնդոնը, եթե չեմ սխալվում, այո։ Իսկ եղել եք Լոնդոնում։ Ոչ, Լոնդոնում չեմ եղել, բայց հուսամ ապագայում հնարավոր կլինի գնալ Լոնդոն։ Սիրում եք ամեն դեպքում տերյանական եղանակ, որպեսզի թաղծեք, ինչու։ Ուղղակի ինձ ավելի հոգեհարազատ է հենց այդ եղանակը ու շոկ եղանակին իմ օգտակար գործողության գործակիցը շատ ընկնում է, տանել չեմ կարողանում շոկը։ Պիտի գնանք խանութ եւ պետք է հասկանանք ինչ փոխադրամիջոցով ենք տեղափոխվելու, արդյոք ունեք մեքենա թե ոչ։ Այո, մեքենա ունեմ, շենքի հետևում է կայանված։ Խորհրդավոր կերպով ժպտում եք, ինչ է պատահել։ Ձեր հաղորդումից առաջ ես իմ մեքենայի հետևի հատվածում փոքրիկ հարված ունեցա, այո, եւ այդպես հիմա համարը ընկել է։ Իսկ դուք լավ վարորդ եք ձեզ համարում, թե ոչ։ Ես շատ պատասխանատու վարորդ եմ ինձ համարում։ Եվ եթե վթարում եմ մեքենան, ապա վթարում եմ շատ պատասխանատու կերպով։ Այո։ Ում հետ չի պատահում։ Տեղափոխվենք դե այդ դեպքում մեր մեքենայով, եթե դեմ չեք։ Այո։ Հիմա եկավ այն պահը, երբ ես պետք է հասկանամ, դուռը բացում եմ ամեն դեպքում ձեզ համար, թե ոչ։ Իհարկե, ես դեմ չեմ։ Փաստորեն ֆեմինիզմը ընդամենը գեղեցիկ բառ է։ Իհարկե, ոչ, ֆեմինիզմը դուռ բացել փակելու հետ կապ չունի։ Իսկ ինչի հետ կապ ունի։ Իրավունքների։ Լավ։ Բայց դուք շահագործում եք ինձ եւ իմ իրավունքն է արդյոք դա, թե ոչ, ես չգիտեմ, Դավիթ, համեցեք, մեր դեպքում չկա այդ խնդիրը, ես ձեզ համար կբացեմ դուռը, խնդրեմ։ Զարա, ես ունեմ տեղեկություն, որ դուք կյանքի ինչ-որ հատվածում ապրել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ճիշտ է թե ոչ։ Այո, պարբերաբար գնում գալիս եմ, բայց երկարաժամկետ ապրելու մասին երբեք չեմ մտածել, չեմ մտածում եւ վստահ եմ, որ ապագայում էլ չեմ մտածելու։ Պարբերաբար գնում գալիս եմ կրթության հետ կապված եւ ուղղակի եթե ուզում եմ ինչ-որ տրեյնինգներ անցնել եւ այլն, սիրով գնում եմ, բայց ես Հայաստանը շատ եմ կարոտում, շուշուտ եմ կարոտում ու բնականաբար մտադրություն չունեմ էլ երկարաժամկետ գնալ եւ մնալ։ Կնշեք տրեյնինգ բառի հայերեն տարբերակը։ Վարպետաց դաս, չգիտեմ։ Շատ ճիշտ ասացիք, այո, վարպետաց դաս։ Իսկ համեմատության մեջ դնելով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը, որն է այն ամենակարևոր գլոբալ խնդիրը, որը մենք ունենք։ Ոյ, երևի էլի նորից գալիս ենք հին թեմային, մարդու իրավունքներ,
այստեղ խնդիր են, որ մարդիկ չգիտեն իրենց իրավունքների մասին։ Իրավունքը նախ եւ առաջ մենք պետք է իմանանք մեր իրավունքների եւ պարտականությունների մասին։ Իսկ այստեղ շատ հաճախ խախտվում են իրավունքները, լինում է խտրականություն, բայց մարդը այնքան հաշտ է դրա հետ, իրան այնքան օքեյ է դա, որ անգամ նյարդայնացնող է, հիմա նորից հիշեցի, նерվայնացա, որովհետև ուղղակի մարդը ինքը չի տիրապետում իր իրավունքին, իսկ իրավունքին պետք է տիրապետես, որ կարողանաս այն պաշտպանես, տեր կանգնես։ Զառա, ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնալ, խնդրում եմ չնշել իրավունքը։ Մարդկանց մի քիչ ավելի թեթև ապրելը եւ մունատ այդ կլասիկ մունաթը մարդկանց միջից հանելը, հասկանում եմ, որ սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ շատ հաճախ մարդիկ մոռանում են թեթև ապրելու մասին, բայց չգիտեմ, հնարավորության դեպքում մի քիչ ավելի այսպես թեթև ապրել, չխառնվել մյուս մարդու կյանքին, հասկանալ, որ պետք է հարգել դիմացինի անձնական տարածքը ու այդպես գուցե ունենանք ավելի առողջ հասարակություն, էլի, որովհետև շատ հաճախ մարդը ինքը իր կյանքը թողում է ու մտնում է այլ մարդու կյանք, չմտածելով, որ ինքը իր կյանքն է անտեր թողել։ Այլ մարդ դեր կանգնի քո կյանքին։ Լավ, շնորհակալություն Զառա, հետաքրքիր պատասխանի եւ ընդհանրական պատասխանի համար։ Մենք արդեն կհանդիպենք խանութի դիմաց։ Շատ լավ։ Զառա, մեզ իրականում խանութից հարկավոր էր գնել միայն ալյուր, ճիշտ է։ Եվ մենք որոշեցինք չգնալ խանութ, այլ դիմեցինք Մարրանիկ ընկերության օգնությանը եւ նրանք սիրով որոշեցին մեզ օգնել։ Ինչ ենք անում դրա համար։ Առաջին ձեռքից ենք վերցնում։ Միանգամից, այո, արտից համարյա վերցնում ենք միանգամից, բացում ենք դուռը մեքենայի, այստեղից վերցնում ենք Մարրանիկ ընկերության ալյուրը, փոխանցում ենք ձեզ, վճարման որևէ խնդիր չի լինում, ձեր իրավունքները չեն խախտվում, մեր իրավունքները չեն խախտվում, մենք միայն փորձում ենք հագեցնել մեր քաղցը։ Ասեք, որ հրաշալի է ամեն բան։ Ամեն բան հրաշալի է։ Գնանք։ Գնացինք։ Դե, գնացինք։ Ես կրկին ձեզ համար կբացեմ դուռը, համեցեք Զառա։ Օ, շնորհակալություն, Դավիթը միանշանակ շոյված է։ Համեցեք կայսեր։ Զառա, սուրճի սիրահար եք թե ոչ։ Այո։ Հրաշալի նորություն ունեմ ձեզ համար, որովհետև ներկայացնում եմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո, սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Զառա, ըստ ձեզ, որոնք են համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքները։ Համեմունքները։ Կեցեք, բայց ոչ միայն։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե այն փաթեթավորված է գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարրանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Մարրանիկը նաեւ սպառողին է ներկայացնում իր նոր փաթեթավորմամբ ապրանքները՝ կարմիր աղացած պղպեղ, կծու, կարմիր աղացած պղպեղ, սև պղպեղ աղացած եւ նորույթ, ապակե տարայով հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մարրանիկ ընկերության կարգախոսը։ Համի գաղտնիք, Մարրանիկ։ Կեցեք, ոչ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարրանիկ։ Դե երկրորդ մասը ճիշտ ասացի։ Լավ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Զառա, վստահ եմ, որ դուք առողջ սննդի կողմնակիցն եք, ճիշտ է։ Այո։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։
Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշը խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Զարա, մենք արդեն ձեր խոհանոցում ենք, ձեր առջև դրված են բոլոր բաղադրիչները, որոնցով դուք պետք է մեզ համար ուտելիքներ պատրաստեք եւ ներկայացնենք, թե որոնք են դրանք եւ որը որ ուտեստի համար է։ Խնդրեմ։ Այստեղ մենք ունենք թանձրուկի համար, որը պաստայի հետ ենք մատուցելու հավի կրծքամիս, գարեջուր, համեմունքներ եւ իհարկե մառանիկի ալյուրը, որի համար գնացել էինք մառանիկ, որով ես արդեն պատրաստել եմ, ցած ալյուրով խյուս, ինքը խտացնելու է մեր այդ թանձրուկը եւ ունենք այստեղ արևածաղկի ձեթ եւ կարագ։ Սա ամբողջը թանձրուկի համար է։ Պատրաստելու ենք իմ սիրելի աղցաններից մեկը, որի համար ես նախապես արդեն հավի կրծքամիսը խաշել եմ։ Այստեղ ունենք սունկ, անանաս, 2 փոքրիկ կտոր, եգիպտացորեն, թթվասեր եւ մայոնեզ։ Անցեք գործի, Զարա, ընթացքում մենք միասին եւ կզրուցենք եւ դուք կպատրաստեք, եթե դեմ չեք իհարկե։ Իհարկե։ Հրաշալի կերպով պատրաստվել եք իհարկե, ձեռնոցներով, շատ գովելի է։ Շնորհակալություն ձեզ։ Նաեւ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք ձեր ուտեստի համար պետք է որոշեք անուն։ Վերջում, երբ մենք կանցնենք համ տեսելուն, դուք կանվանակոչեք ձեր պատրաստած ուտեստը։ Համաձայն եք, չնայած ես արդեն մոտավորապես գուշակում եմ, թե ինչ անուն է ստանալու։ Համաձայն եմ։ Այստեղ կտրատում ենք հավի կրծքամիսը։ Այո։ Որը հետո տապակելու ենք։ Տապակելու ենք ձեթով, թե տապակելու ենք կարագով, կա տարբերություն։ Կարագով եւ ձեթով, երկուսը միասին է լինելու։ Զարա, բավականին բազմազբաղ եք։ Հասցնում եք այդ բազմազբաղության մեջ գտնվել խոհանոցում, թե ոչ։ Ես շատ եմ սիրում խոհարարական շոուներ նայել եւ ինչ-որ բաներ պատրաստել, ավելի շատ իհարկե ինձ դուր է գալիս ինչ-որ թխվածքաբլիթներ եւ այլն քաղցրեղեն պատրաստելը, բայց առհասարակ ես շատ եմ սիրում խոհանոց, շատ եմ սիրում պատրաստել ու փորձում եմ, չգիտեմ ոնց կստացվի, ոնց է ստացվում, բայց կարևորը Ջուրը արդեն եռում է, ոչ մի գործողություն չունենք նրա հետ իրականացնելու։ Ունենք նրա հետ իրականացնելու, բայց ես սիրում եմ մի գործը վերջացնեմ նոր։ Այս գոնե այս մեկն էլ վերջացնենք։ Всё։ Հիմա մենք մի լայֆհակ ասեմ, հնարամտություն ասեմ, չգիտեմ կողա շատերը իմանան, որ պաստան խմորով իրար չկպնի, մենք ջրին ավելացնում ենք մի քիչ ձիթայուղ։ Ահա, դե, անցեք գործի։ Բայց ընթացքում զրուցենք նաև, թե կխանգարեմ ես ձեզ, եթե տամ հարցեր։ Չէ, չեք խանգարի։ Լավ, դուք կենտրոնացած վիճակում եք դա արեք, այնուհետև ես ձեզ կտամ հարցեր։ Չայրվեք միայն, խնդրում եմ։ Այստեղ ավելացնում ենք, չգիտեմ, կարող է դա ինչ-որ հայտնի ճշմարտությունը ես չգիտեի, բայց ամեն դեպքում օգնում է դա։ Ձիթայուղ թե արևածաղկի ձեթ։ Կամ ձիթայուղ, կամ արևածաղկի ձեթ, տարբերություն չկա։ Շատ բարի։ Երկու փոքրիկ թեյ գտալ ավելացնում ենք։ Ձեր ամենասիրելի ուտեստը ո՞րն է, Զարա։ Դժվար է ինչ-որ մի ուտեստ նշել, մսային ուտեստներ չեմ սիրում։ Բայց պատրաստում եք։ Հավի միս միայն, այլ մսային տարբերակ չեմ սիրում եւ աշխատում եմ հնարավորինս քիչ օգտագործել։ Համեմում ենք աղով նաեւ, պաստա։ Աղով, այո, իհարկե ցանկալի կլիներ աղը անեի նոր լցնեի, բայց ոչինչ։ Դե ոչինչ, կարծում եմ ընթացքում կձուլվի այն։ Ինձ խիստ չդատեք։ Ես փորձում եմ լավագույնս, հալավ մի քիչ կթուլանա։ Կփակենք։ Իսկ հետևում եք առողջ սննդի կանոններին, թե ոչ։ Փորձում եմ, իհարկե անառողջ սնունդ շատ հազվադեպ եմ օգտագործում, իմ միակ խնդիրը շատ քաղցրեղեն օգտագործելն է, շատ եմ քաղցրեղեն օգտագործում, շատ եմ ուտում
քաղցրավենիք, երևի միակ բանն է, որից չգիտեմ, չեմ կարող հրաժարվել։ Բայց փորձում եմ հնարավորինս այսպես ինչքան հնարավոր է առողջ սնվել։ Շատ բանջարեղեն, հավի կրծքամիս, որը շատ օգտակար է։ Խոսենք նաև մի քիչ իրավունքների մասին, եւ ինձ եւ Դավիթին մի հարց է հետաքրքրում։ Բոլոր չծխողները ունեն իրավունքներ։ Իհարկե։ Իսկ ծխողները արդյոք չունեն իրավունքներ։ Այս վերջում մի բան էի կարդում, որ Ճապոնիայում գործարաններից մեկը չծխողներին, իր չծխող աշխատակիցներին տրամադրում է արձակուրդ, բալանսավորելու այն, որ օրինակ ծխողները բարբերաբար դուրս են գալիս եւ ծխում են, իսկ չծխողները այդ ընթացքում աշխատում են։ Կարծում եթե այսպիսի բաներ կիրառեն, հնարավոր է մի քիչ լինեն ծխողները։ Զարա, ծխողները ունեն իրավունքներ, թե ոչ։ Դե իհարկե ունեն իրավունքներ։ Որպես ծխող մարդ նկատի ունեմ, ոչ թե որպես Homo sapiens առհասարակ։ Դե չեմ պատկերացնում, օրինակ ինչ իրավունքի մասին է խոսքը։ Օրինակ, երբ սահմանափակում են ծխելը որևէ բացօթյա սրճարանում, դա իրավունքի խախտում է, թե ոչ։ Ոչ, որովհետև այդ ծուխը կարող է խախտել այն մարդկանց իրավունքները, որոնք չեն ծխում եւ նրանց դարձնել օրինակ пассив ծխող, եթե անգամ, չգիտեմ, այդ նախագծի հիմնական միտքը ինձ թվում է դա է եղել։ Ամեն դեպքում ողջունում եք այդ նախագիծը։ Ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք։ Ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք, թող ուղղակի իմ ներկայությամբ չծխեն։ Դա շատ կարևոր է։ Մնացածը արդեն, չգիտեմ։ Ինչ գործողություններ ունենք առջևում։ Դեռ կտրատում ենք հավի կրծքամիսը։ Եվ սպասում ենք մինչև սպագետին կանցնի իր ջերմային մշակումը։ Ճիշտ է։ Այո։ Դե առաջարկում եմ մի պահ դադարեցնել նկարահանումը, որից հետո կվերադառնանք, կմիանանք մեր հեռուստադիտողներին եւ ցույց կտանք, թե ինչ արդյունքի ենք հասել։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Զարա ջան, հիմա ինձ մի հատ հարց է հետաքրքրում։ Ասեք։ Ծխելը եւ չծխելը ի վերջո ծխողների համար մեղք է, չծխողների համար մեղք չի, հա, ճիշտ եմ հասկանում։ Դե ծխելը այդ իր որոշումն է, բայց եթե ես որոշել եմ չծխեմ, բայց գալիս իմ կողքը ծխում են, այդ դա արդեն ինձ пассив ծխող է դարձնում։ Մի քիչ այդ պահերը կան, թե չէ ծխելը այդ օրինակ, եթե դուք որոշում եք ծխել, դա ձեր որոշումն է։ Բայց երբ որ օրինակ փակ սենյակում դուք ծխում եք։ Բայց ես դրա համար եմ հարցնում բացօթյա սրճարանում, չեմ ասում փակ տարածքում բացօթյա։ Դե ես դրա համար նշեցի, որ համենայն դեպս այդ նախագծի միտքը ամենայն հավանականությամբ էդ է։ Լավ, լավ։ Զարա, շարունակում ենք բուրըն գործունեությունը խոհանոցում։ Շարունակում ենք։ Բայց դուք նաև շարունակում եք բուրըն գործունեությունը հեռուստատեսությունում։ Այո։ Գրեթե ամեն օր լինում եք ուղիղ եթերում, ճիշտ է։ Ամեն օր, մի ընթացք կար, որ ամեն օր էր, դա իրականում շատ էր, այսպես սպառում, բայց վերջին շրջանում նախընտրում մի քիչ ավելի քիչ լինեմ, որ կհասցնեմ համատեղել այլ աշխատանքի հետ։ Հեշտ եք արթնանում առավոտյան, թե ոչ։ Շատ։ Ես ժամը 6-ից արթուն եմ, ես առավոտյան մարդ եմ, որովհետև ժամը 11-ից արդեն քնած եմ։ Մոտ ավտոմատ քնում եմ։ Նախանձում եմ ձեզ իհարկե։ Հիմա մենք կարակ արդեն տաքացրած թավայի մեջ ավելացնենք։ Ջերմային մշակման ենք ենթարկում։ Այո։ Ուղիղ եթերն ունի իր բարդությունները։ Այո, ունի իր բարդությունները։ Եվ հատկապես երբ ուղիղ եթերում հայտնվում են մարդիկ, ովքեր այդքան էլ չեն սիրում խոսել, դա վստահեցնում եմ հաղորդավարի համար ուղղակի դժոխք է։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Ինչպես եք կարողանում այդ ամենի տակից դուրս գալ։ Ուղիղ եթերը շատ մարտահրավերներ ունի ու ամեն անգամ ուղիղ եթերում հայտնվել, այսինքն իմ ամեն եթերը ես հուզվում եմ հավասարապես, այսօր ոնց է ձեր եթերում ես հուզվում էի։ Բայց ես դա խնամքով թաքցնում էի, Զարա, դուք բարձրաձայնեցիք այդ ամենի մասին։ Այո, իրականում մեր հեռուստադիտողներին պետք է տեղեկացնեմ, որ Զարան բավականին հուզված էր հատկապես հաղորդման նկարահանման առաջին հատվածում։ Այո, որովհետև փորձում էի հնարավորինս պատասխանատու մոտենալ, ես պերֆեկցիոնիստ եմ, դա ինչ որ առումով կյանքում խնդիր է լինում երբեմն, բայց այսպես մենք արդեն հավի կրծքամիսը ավելացրինք տաքացած
ձեթի եւ կարակի խառնուրդին, մի քիչ հեսա կխառնենք, ապա ավելի ուշ կավելացնենք համեմունքները, որ համեմունքները իր հետ չվառվեն։ Որքան ժամանակ է տևելու, մինչ կրծքամիսը անցնի իր մշակումը։ Մինչև սենց կարմրի արդեն հասկանանք, որ մոտ 10-15 րոպե։ 10-15 րոպե երևի։ Այսինքն այս ընթացքում մենք նոր գործողություն չունենք։ Սպասում ենք, մենք կարող ենք ժամանակը լավ օգտագործել եւ զուգահեռ պատրաստել աղցանը, որի համար մեզ անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել իրար։ Այո։ Զարա, իսկ հասցնում եք հեռուստացույց դիտել, թե ոչ, թե հեռուստատեսության մարդիկ մի փոքր զգույշ եղեք, թե հեռուստատեսության մարդիկ չեն դիտում հեռուստացույց։ Ես այսպես ալիքներ եմ գնել ինձ համար, հեռուստաալիքներ, դետեկտիվ ինչ-որ հաղորդումներ, true crime, իրական պատմություններ են այնտեղ, հանցագործությունների, այդպիսի ալիք եմ շատ նայում, դիտում եմ խոհարարական տարբեր հեռուստաալիքներ, նայում եմ հեռուստացույց, այո, ինչու ոչ, հայկական իրականության մեջ ինչ եմ նայում, ուզում հիշեմ, ինչ հաղորդումներ կան, որոնք ես նայում եմ, բայց աշխատում եմ։ Մինչ դուք կհիշեք, ես ձեզ համար ունեմ հրաշալի նորություն։ Նախ կարիք չկա կենտրոն հեռուստաընկերությունը on-line գնելու, որովհետև այն անվճար հեռարձակվում է ամբողջ աշխարհում։ Եվ ձեր հաղորդումը հեռարձակվելու է կենտրոն հեռուստաընկերության, բայց եթե չհասցնեք դիտել այն հեռուստացույցով, կարող եք մուտք գործել չէին սպասում .am կայք, որտեղ կգտնեք մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը ներառյալ, կամ կարող եք մեզ հետևել Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան ալիքներում, որտեղ նույնպես տեղադրված են բոլոր հաղորդումները, Զարա։ Հրաշալի։ Հուսամ իմ բաղադրատոմսը այսպես լայն տարածում կգտնի, այո, եւ չգիտեմ, խառնեցինք արդեն հավի բսկտած կրծքամիսը, սունկը, եգիպտացորենը, ինչ նոր բաղադրիչ է ավելանալու աղցանի վրա։ Անանաս։ Արքայախնձոր։ Այո, արքայախնձոր է ավելանալու, բայց մինչև ցած թեթև։ Հետաքրքիր կերպով տիրապետում եք հայերենին, ռուսերեն մեջբերումներ եք անում եւ անգլերեն։ Ինչով է պայմանավորված ձեր հայերենի լավ իմացությունը։ Իմ մաման հայոց լեզվի գրականության ուսուցչուհի է եւ ինչ որ առումով նաեւ դրանով է պայմանավորված ռուսերեն բառեր օգտագործելը ես շատ եմ աշխատում ինձ վրա, որ հնարավորինս գեղեցիկ իմ վրա շատ եմ աշխատում, որ հնարավորինս ճիշտ եք ասել ինձ վրա, մի փչացրեք ամեն բան, ճիշտ եք ասել ինձ վրա։ Որ հնարավորինս գեղեցիկ խոսեմ։ Բայց այնպես է ստացվել, որ մեր լեզվամտածողության մեջ շատ են օտարածին բառերը ու դժվար է ֆիլտրել անընդհատ։ Զարա, եթե մենք առջևում չունենք նոր գործողություն, մեզ միայն անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել իրար եւ սպասել մինչ հավը կանցնի իր ջերմային մշակումը, ապա մենք այս պահին կդադարեցնենք նկարահանումը եւ կշարունակենք հետո արդեն ցուցադրել մեր հեռուստադիտողին, թե ինչի ենք հասել։ Համաձայն եմ։ Կեցեք։ Վերջ, մի տանջվի, մամային կանչի, թող գա օգնի։ Էս եղավ մամ։ Այդքան խոհարարական հաղորդումներ ես նայում, ինչ որ ալիք ես առել։ Քուքիների պատրաստում, թիթիզ-միթիզ բաներ։ Քուքիների, բայց համել ասում ես, որ քաղցրի խնդիր ունես, հիմա մեկը մյուսին հակասում է, վերջնական կողնորոշվի։ Ես չեմ կարողանում քաղցր չուտել։ Հա։ Այո, ես խնդանում եմ քաղցրի համար, բայց փորձում եմ սենց հնարավորինս սահմանափակել։ Բա մի քաղցր բան պատրաստեիր մեզ համար, էլի։ Ես մտածեցի, որ ավելի լավ է սենց համով մի բան պատրաստել։ Լավ, էլ կադրից դուրս կպատրաստես, ոչինչ։ Անպայման։ Զարա, շարունակվում է բուրըն ընթացքը խոհանոցում, բույրը հրաշալի է տարածված, ափսոս, որ հեռուստացույցից այն կողմ չի կարող այն տարածվել, բայց իրոք հրաշալի է բուրում։ Ավելացրել եք արդեն հավի կրծքամսի վրա, եփվող հավի կրծքամսի մասին է խոսքը, ավելացրել եք արդեն աղ, սև եւ կարմիր պղպեղներ աղացած։ Այո, համեմալենք, հիմա ավելացնում ենք գարեջուրը։ Սա բավականին հետաքրքիր է լինելու, վստահ եմ։ Ավելի թշաշատ էի սպասում, բայց ոչ մի թշոց չեկավ։ Մոտ 1 բաժակ, փակում ենք եւ սպասում ենք, որ Իսկ չենք խառնում հետո փակում արդյոք։ Փակենք, չնայած ամբողջությամբ տարածվել էր, բայց ամեն դեպքում։ Հեռուստադիտողները կարող են նաև անել սպիտակ գինիով։ Տարբերակ է։ Տարբերակ է։
Սառա բավականին հաջողակ անձնավորություն եք։ Իսկապես։ Այո։ Երբեք ոչինչ չեմ շահել, ինձ թվում էր անհաջողակ եմ։ Այսինքն ձեզ համար հաջողակ լինել կամ չլինելը պայմանավորված էր ինչ-որ բան շահելով, այսինքն եթե հերավոր անցյալում որևէ մի վիճակահանության տոմսով շահած լինեիք ֆեն, վարսահարդար, կլինեիք հաջողակ, եթե չեք շահել, այսինքն հաջողակ չեք։ Հա, օրինակ եղավ մրցանակաբաշխություն եւ բոլորը լավ, այսպես լավ թվերի ներքո ինչ որ բաներ ստացան, այդտեղ մենք 20 հոգի ենք եւ 20 հոգուց 19 ստացան նվեր շահումով վիճակահանությամբ, բացի ինձանից։ Հավատացնում եմ դա էլ հաջողակ լինելու մի որևէ նախանշան է, որովհետեւ 20-ից մեկը լինելը արդեն տարբերվելը, արդեն հաջողակ լինելու մասին է խոսում։ Համաձայն չեք արդյոք։ Ինչ որտեղ համաձայն։ Այնպես չէ, որ հիմա փորձում եմ ձեզ մխիթարել, ուղղակի իմ անկեղծ կարծիքն էի ասում։ Հա, այստեղ մենք ասենք, որ խառնել եմ նաև արքա խնձորը եւ հիմա ավելացրի թթվասերը։ Այս տարբերակով էլ խառնում եմ։ Վերադառնանք հարցիս։ Հաջողակ անձնավորություն եք։ Աշխատում եք հեռուստատեսությունում, շատերը ձեզ ճանաչում են։ Ունեք Instagram-յան բավականին ակտիվ էջ։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ով է ձեր կողակիցը։ Ես կողակից չունեմ։ Այդքանը։ Ազատ է ձեր սիրտը։ Այո, ազատ է իմ սիրտը։ Հարգելի հեռուստադիտող տղամարդիկ, Զառայի սիրտը ազատ է եւ նա կարծես թե հրաշալի է պատրաստում եւ կանանց իրավունքների մասին է խոսում անդադար։ Ինչ է պետք կատարյալ երջանկության համար։ Այո, ինչ է պետք իսկապես։ Լավ, եթե ունենայիք կողակից, անդադար խոսելու եք ձեր իրավունքների մասին, թե հայկական իրականության մեջ մի փոքր այլ է։ Հարմարվում են կանայք շատ արագ բոլոր այն նախադրյալներին, որոնք առաջ են քաշում ամուսինները, այդպես է լինելու թե ոչ։ Առհասարակ որևէ մեկը որևէ բանի, եթե իրեն կոմֆորտ չի, պետք չի հարմարվել, չնայած մեր իրականության մեջ աղջիկներին հենց այդպես է, դա ստիրակում են հարմար, որ հետո հարմար ամուսնանան, որ հետո հարմար ծառայեն, հարմարվել, այսինքն հարաբերությունները պետք է շատ օրգանիկ լինեն եւ հիմնված լինեն կոմպրոմիսների վրա, որ չստացվի միայն մի կողմն է զիջում, այսինքն չստացվի միայն տղամարդն է զիջում կամ չստացվի միայն կինն է զիջում եւ պետք է ամեն ինչ շատ օրգանիկ լինի եւ հարաբերությունները երկուսի մասին են, հետեւաբար երկկողմանի հարմարավետություն պետք է լինի։ Թե ինչպես են հասնում այդ հարմարավետությանը, դա հարցի մյուս կողմն է, որովհետեւ որքան մարդ, այնքան հարաբերությունների տարբերակներ։ Մեկի մոտ հրաշալի է, երբ, չգիտեմ, կինը ամբողջությամբ, չգիտեմ, իր ընտրությամբ, որովհետև կնոջ տեղն այնտեղ է, որտեղ ուզում է լինել կինը, սա ֆիքսենք նոր անցնենք առաջ, եթե կինը ուզում է իր ամբողջ կյանքը նվիրել ինչ-որ մի կետի, եւ տղամարդն էլ ապահովում է այդ կոմֆորտը եւ իրենց համար հարաբերությունների մոդելը, երջանիկ հարաբերությունների դա է, ապա հրաշալի է։ Իսկ եթե կինը ուզում է կարիերա ունենալ, միայն հիմա ասենց ռադիկալ բաներից ենք էլի ասում, հնարավոր է նաև համատեղի, ապա դա էլ է հրաշալի։ Ամեն մարդ պետք է ինքը իրեն երջանիկ եւ հարմարավետ զգա իր հարաբերություններում, այլ ոչ թե ասի, ընդունված հարաբերությունների մոդելը սա է, ես անպայման պետք է լինեմ այդպեսին, այլապես ես երջանիկ չեմ։ Ինչքան մարդ, այդքան երջանկության բանաձև տարբերակներ եւ հարաբերություններ։ Նույնն էլ ես եմ իմ դեպքում պատկերացնում, որ այնպիսի հարաբերություններ, որտեղ կլինեմ հարմարավետ եւ երջանիկ եւ ես եւ իմ կողակիցը։ Հարցս ուղիղ ձևակերպում եմ։ Փորձեցիք ամեն կերպ խուսանավել այդ ամենից, բայց չի ստացվելու։ Ամուսնանալուց հետո կազմակերպված է մի որևէ միջոցառում եւ ձեզ հրավիրել են այնտեղ մասնակցելու եւ ձեր ամուսինը դեմ է։ Ասելու եք դա իմ իրավունքն է, ես գնում եմ այդ միջոցառմանը մասնակցելու, թե ամեն դեպքում համակերպվելու եք նրա կարծիքի հետ։ Զրուցելու ենք, հասկանալու ենք ինչումն է խնդիրը, որ նա չի ուզում, որ ես գնամ X տեղը։ Բնականաբար իմ կողակցի հետաքրքրությունները ինձ համար ամենակարևորը պետք է լինեն, եթե ես հարգում եւ ընդունում եմ այդ մարդուն։ Նույնն էլ պահանջում իմ հանդեպ, որ իմ հետաքրքրությունները նրա համար լինեն կարևոր եւ առանցքային։ Հետեւաբար, եթե ես հասկանամ, որ իսկապես իմ X տեղ գնալը վիրավորում է այդ մարդու էմոցիաները, ոչ թե դա նրա ուղակի քմահաճույքն է, ապա մենք կարող ենք կոմպրոմիսի գալ եւ ես օրինակ
չգնամ այդ միջոցառմանը։ Ամեն ինչը զրուցելու եւ կոմպրոմիսի վրա է ըստ իս հարաբերությունները։ Լավ։ Ինչ գործողություններ են մեզ սպասվում առջևում։ Գարեջրի մեջ դեռ եփվում է, ինքը յուրահատուկ համ կհաղորդի կրծքամսին եւ արդեն կարող ենք սպասել մի քիչ էլ եփվի ու ավելացնենք մառանիկի ալյուրով պատրաստված այս թանձրուկը։ Թանձրուկ իրենից ներկայացնում է ջուր եւ ալյուր։ Այնուհետ պետք է երկու բաղադրիչները խառնենք իրար։ Սա լցնենք այնտեղ, մի քիչ էլ այդ տարբերակով եփենք եւ պաստան ավելացնենք։ Այո։ Սա ավելացնենք պաստայի վրա։ Դե ինձ թվում է արդեն կհանդիպենք հենց այդ գործողության ընթացքում։ Շատ լավ։ Ամուսնուդ հետ կխոսես, կհասկանաս, կբացատրես ինչ ա եղել, ոնց ա եղել, գիտես չէ՞ տեն զրույցները ոնց են հիմնականում ավարտվում։ Մոտավորապես, որովհետև միշտ դուք գնում եք այդ միջոցառումներին ու պարզվում է, որ դե մենք սխալ էինք, մենք նկատի ունեմ տղամարդիկ Ես սխալ էին։ ինքն կոմպրոմիսային մարդ եմ իմ տեսակով ու իմ համար շատ կարևոր է, որ դա չլինի այդ մարդու կմահաճույքը, այլ լինի հստակ ինչ որ որոշում, հա, այսինքն ես հասկանամ, որ այդ մարդուն իրոք իմ այս արածը վիրավորում է ինչ որ կերպ։ Բայց դա տենց չդառնա սովորություն, որ անընդհատ միակողմանի միայն ես լինեմ։ Այսինքն ձեր խոսակցության վերջում ամուսինդ կասի, հա դու ճիշտ ես կներես ու դու կգնաս այդ իվենթին, ճիշտ է։ Եթե ամուսինը իսկապես գտնի, որ այդ միջոցառումը ինձ պետք է, կասի գնա։ Դա հարցը այստեղ թույլտվություն հարցնելը չէ, ախր դա էլ է սխալ։ Այլ վստահություն եթե լինի, այդ մարդու համար օքեյ կլինի սուրամ գնում, հա։ Խառնեք, նույն ինտոնացիա, հա, խառնեք։ Իրականում կոմպրոմիսները շատ կարևոր են ու առողջ հարաբերությունների հիմքն են։ Այնպես չի, ամեն ինչ միակողմանի պետք է լինի, այլ երկկողմանի։ Էդ է ֆեմինիզմը։ Ֆեմինիզմը, այո, կնոջ տեղն այնտեղ, որտեղ ուզում է լինել կինը եւ իր տեղը իրան ցույց տալ պետք չի։ Իսկ հարաբերություններում շատ կարևոր է ֆեմինիստ աղջկա հետ շփվելը, գիտես ինչի։ Որովհետև, նայ, ֆեմինիզմը հիմնականում ասում է մենք կարող ենք հոգսը կիսել, չգիտեմ, կյանքի ինչ որ փուլերում, ու երբ որ լինում են էտապներ, երբ որ տղամարդը, օրինակ COVID-ի ժամանակ շատ տղամարդիկ իրենց աշխատանքը Ձոն իվասն փառաբանում են ֆեմինիզմոյ, չեմ ուզում լսեմ ոչ մի բան։ Բայց դա հրաշալի է ախր։ Ես պատրաստ եմ կյանքի ինչ որ էտապներում այդ մարդու հետ հոգս կիսել, այսինքն ես ասում ես քո աջակիցը կարող եմ լինել, ինչու ոչ։ Լավ։ Զարա։ Այո։ Մեզ մնացել է կարծես թե վերջին փուլը, ճիշտ է։ Վերջին փուլն է մնացել եւ ավելացնում ենք ալյուրի թանձրուկը ամբողջությամբ, այստեղ մոտ 1 ճաշի գտել եմ ալյուրը, լավ խառնենք, որ շատ խառնել էի, որ գնդիկներ չլինեն։ Բրավո։ Կախարդանքի արդյունքում ձեր առջև հայտնվեց քերած պանիր։ Աբրակադաբրա, այո։ Նախ ինչ պանիր է։ Տեսակը։ Հայկական ավանդական լորի։ Ինչի համար։ Մի քիչ էլ հավող։ Աղցանի։ Ոչ, վերջում ավելացնելու ենք պաստային եւ այս թանձրուկին։ Այսինքն լինելու է պաստան, պաստայի վրա թանձրուկը, թանձրուկի վրա պանիրը։ Հերվում կա նաեւ լոլիկ եւ վարունգ։ Ինչի համար է դա։ Քանի որ ես հեռուստատեսության աշխատող եմ, մտածեցի ինչ որ հետաքրքիր գույն դետալ լինի ամբողջ Բայց կտրատել այնտեղ արդեն ավելացրել եմ։ Այնտեղ որտեղ, այնտեղ չկա լոլիկ, ահա Դավիթ, խնդրեմ կարող եք ֆիքսել։ Տեղ չարեց լոլիկը։ Այո։ Եվ այդպես։ Մեզ մնաց հանդիպել սեղանի շուրջ, ահա եւ հայտնվեց համեմ, սա ինչի համար է։ Սա էլ է գույնի համար։ Ոչ, սա գույնի համար չէ, սա հիմա ես կկտրատեմ եւ մատուցելուց կավելացնեմ։ Այսինքն կհանդիպենք սեղանի շուրջ։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Ես կխնդրեմ գինին բացեք, մինչև ես սեղանը կարողանամ դնել։ Սիրով ես կբացեմ այդ գինին։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Սիրով։ Գույների համար, բայց ներկեր բաներ չկա, տանը բերեիր ընդեղ շարեիր, հետևի պլանում, սիրում կունենենք։ Ես անկեղծ եմ ամեն հարցին պատասխանում, ինձ թվում է
Ինչ որ օրհեստական բաներ ասեի, իրոք բերել դրել եմ, որ ինձ սիրուն ֆոն լինի։ Լավ։ Զարա, հիշում եք ասում էի, որ պետք է անվանակոչեք ձեր պատրաստած ուտեստները։ Այո։ Դե, սկսենք աղցանից։ Եկեք աղցանը անվանենք Chain, ուտեստը սպասում։ Chain սպասում։ Իմ կրեատիվը, եկեք մի րոպե լռությամբ հարգենք իմ կրեատիվի հիշատակը։ 20 րոպե լռությամբ կհարգենք ձեր լռության, կրեատիվության հիշատակը եւ այսպես։ Անցնում ենք, սա chain-ներ, չէ՞։ Chain-ներ, այո։ Դե, այո։ խնդրեմ, ես ուզում եմ հյուրասիրել chain։ Շնորհակալ եմ։ Լավ չի հնչում իհարկե, ուզում եմ հյուրասիրել chain, բայց շատ բարի։ Հասկանանք ինչ ստացվեց այսքան չարչարանքներից հետո։ Իսկապես չարչարվեցի։ Աղցանի համար վստահ եմ։ Աղցանի հարցում վստահ եք, այո։ Աղցանի հարցում վստահ եմ, այո։ Տեսնենք։ Արդարացված էր վստահությունը։ Ես գրեթե չեմ օգտագործում, գուցե մի քիչ Հասկացել եմ արդեն, որ չեք օգտագործում։ Անցնենք սպասումին։ Անցնենք սպասումին, այո։ Սպասումներով անցնենք սպասումին։ Ես ցանկանում եմ ձեզ հյուրասիրել առաջին հերթին եւ ուզում եմ հասկանալ ձեզ հետ ինչ կկատարվի, հետո նոր ես կփորձեմ։ Իմ սպագետիները եկեք անկեղծ գտնվենք հեռուստադիտողի առաջ եւ ասենք, որ իմ սպագետիները կոտրվեցին։ Ձեր սպագետիները դարձան վերմիշել։ Դա ձգվող պանիրն էր։ Հասկացել եմ միանգամից։ Եվ այսպես։ Սպասումները կարդարանան սպասումի հետ կապված, ինչ եք կարծում։ Ֆիքսենք, որ աստղը այստեղ հավի կրծքամիսն է։ Աստղը այստեղ դուք եք։ Եվ այսպես ուշադրություն, ուշադրություն։ Այո։ Սպասումները արդարացան։ Չէ՞։ Իրոք հավանեցի։ Դե։ Չեմ նեղանա, եթե ասեք չեք հավանել։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Բայց իրոք հավանեցիք, իմ համար կարևոր է։ Հետաքրքիր վերմիշել է։ Վատը չի վերմիշելը, բայց աղցանը ավելի վերևներում է։ Բաները ավելի խնդրում եմ Հələ մի լարվի քո բարերով, ասա։ Հավի կրծքամիսն է այս ամեն ինչի մասին։ Վերցրել էի, առաջինը հենց այդ եմ փորձել։ Լավ, համոզեցիր, մի հատ եմ վերցնում։ Սենց։ Լավ է։ Այո։ Okay։ Հիմա այս պանիրն է, չէ՞, ոչ թե այն խմորը, որ չի հալվել։ Հա, պանիրն է։ Բարի ախորժակ։ Վայ, հրաշալի։ Զարա, շնորհակալություն բազմաբովանդակ զրույցի համար, ինչպես նաև շնորհակալություն հետաքրքիր ուտելիքների համար։ Ես մաղթում եմ, որ դուք հետայսու շատ ավելի քիչ բախվեք մարդկանց իրավունքների խախտման հետ։ Բոլորս ավելի քիչ բախվենք այդ երևույթին, շատ ուրախ էի ձեզ հյուրընկալել եւ շատ հետաքրքիր էր ամեն ինչ։ Լավ մնացեք, հաջողություն։ Ստեսություն։ Բոլորիս առողջ հասարակություն, այսօր շատ խոսեցի դրա մասին։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։
Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.